Օրինակ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ, այսինքն դեռ 2 օր մնացել է 2 օր։ Հասկացա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի այս հայտարարությունից մեկ օր անց արտաքին գերատեսչությունը հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Մինչ կողմերը հայտարարում են անվճար վիզաների մասին, այն էլ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, Թուրքիա-Հայաստան սահմանին Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են ընթանում։ Ընդ որում Հայաստանի հետ սահմանակից Իգդիրում լույս տեսնող պարբերականն այսօր գրել է, որ անցակետը նախատեսված է բացել հունվարին եւ այդ պատճառով աշխատանքները մեծ արագությամբ են ընթանում։ Ավելին ըստ տեղական պարբերականի Իգդիրի նահանգապետ Էրկամ Թուրանը անձամբ է վերահսկում մաքսային տարածքում իրականացվող աշխատանքները եւ ակնհայտ է, որ սահմանային անցակետի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը իրականում պահանջում էր ամիսների աշխատանք, ավարտվում են կարճ ժամանակահատվածում։ Ալիջանի սահմանակետի բացումը մեծ սպասումներ է առաջացրել նաև սահմանի այն կողմում, Իգդիր նահանգում։ Տեղական մամուլն ընդգծում է, որ սահմանի բացման դեպքում ակնկալվող ուղևորափոխադրումների եւ տրանսպորտային միջոցների երթևեկության աճի պայմաններում ճանապարհային ենթակառուցվածքները անբավարար են եւ հետեւաբար մոտ 3000 բնակչություն ունեցող Քարաքոյունլու քաղաքի կենտրոնական հանգույցին միացնող ճանապարհը պահանջում է Թուրքիայի եւ Հայաստանի միջև նոր կամրջի կառուցում եւ գործող ճանապարհի լայնացում։ Եսիլ Իգդիր պարբերականը արձանագրելով, որ տրանսպորտային եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծումը չափազանց կարևոր է Ալիջանի սահմանային անցակետում, միաժամանակ տեղեկացնում է, որ անցակետը ուղևորափոխադրումների համար նախատեսված է բացել մինչև օգոստոս։ Իգդիրում ակնկալում են, որ Ալիջանի սահմանային դարպասը բացելուց հետո նահանգի բնակչությունը կշահի առևտրի, զբոսաշրջության եւ լոգիստիկայի առումով։ Այն, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ տարի կդիմի խորհրդանշական քայլերի, օրերս հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբեք։ Մենք Ադրբեջանի հետ երկխոսությամբ առաջ ենք տանում նաև մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ։ Հուսով եմ, որ հաջորդ տարվա սկզբին մենք այդ ուղղությամբ որոշ խորհրդանշական քայլեր կանենք։ Թուրքիայից հնչած այս խոստմանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, թե կոնկրետ քայլեր անելու պահը հասունացել է։ Մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետքա տեղի ունենան եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան։ Այս հայտարարությունից հետո արդեն պետեկամուտների կոմիտեում տարեվերջյան միջոցառման ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե զարգացումներ են սպասում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին։ Արդեն 3 Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերություններում մոտ ապագայում առաջընթաց կլինի։ Ժամկետներ սակայն Արարատ Միրզոյանը խուսափեց նշել։ Ես չեմ կարող ասել դա կլինի հունվարի 1-ին, 10-ին, թե 20-ին, թե 30-ին։ Ես չեմ կարող ասել դա հունվարին կլինի, այսինքն չեմ ուզում այդպիսի գնահատական կանխատեսում անել։ Ես չեմ ուզում ասել ամբողջական գործընթացը, բոլոր հնարավոր քայլերը տեղի կունենան հունվարին, թե մի մասը կլինի հունվարին, մի մասը մարտին, մի մասը մայիսին, կամ սեպտեմբերին, կամ հաջորդ դեկտեմբերին, բայց այդքան երկար չեմ կարծում, թե ամբողջը տևի։ Ավելի քան 3 տարի Թուրքիան այդպես էլ չի կատարում խոստումը եւ չի բացում սահմանը անգամ 3-րդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը մշտապես պայմանավորելով հայ-ադրբեջանական կարգավորմամբ։ Ցամաքային սահմանը բացելու համաձայնությունը երկու երկրների բանագնացները Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլիչը ձեռք էին բերել դեռ 2022-ի հուլիսին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջընթաց չկար։ Արդյոք հաջորդ տարվա սկզբին Անկարան կկատարի շուրջ 3.5 տարվա վաղեմության խոստումը եւ արդյոք Էրդողանի մատնանշած սիմվոլիկ քայլը հենց դրան է վերաբերում։ Թուրքագետ Նելի Մինասյանն ասում է, որ ավելի շատ հավանական է, որ տարեսկզբին սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Որովհետև տեսեք, երկաթուղու հետ կապված կա աշխատանքներ, բայց դա արագ աշխատանքներ չեն իրենցից ենթադրում։ Բացած սա սիմվոլիկ չէ, կհամաձայնեք։ Եվ այստեղ էլ սիմվոլիկ մեկ էլ իմ դիտարկմամբ կարող է լինի անի կամուրջի հետ կապված, բայց այստեղից էլ առանձնապես շատ տեղեկություններ չունենք, որ
կողմերը կոնկրետ համաձայնության եկել են արդեն ինչ-որ մի գործընթացի շուրջ։ Հետևաբար ես կարծում եմ ավելի շատ հենց սահմանի բացում, սահմանափակ բացում երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին փուլով։ Նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել էին սահմանի Ախուրիկ-Աքիակա անցակետում եւ Գյումրիում քննարկել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված քայլերը։ Այդ երկաթգիծը չի գործում 90-ականներից։